Ռոսիելխոզնadzորը հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումները մտցնում Հայաստանից ներկրվող եւ հայկական ծագում ունեցող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի եւ չրերի, ինչպես նաեւ ԵԱՏՄ երկրներ այս արտադրանքի տարանցման վրա։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ այս միջոցները կապված են այն մեխանիզմների բացակայության հետ, որոնք հաստատում են արտահանող երկրներում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի մուտքը։ Սահմանափակումները կգործեն մինչեւ համապատասխան ալգորիթմի մշակումը։ Այսօրվանից ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն Հայաստանում աճեցվող եւ այնտեղից առաքվող կորիզավոր մրգերի եւ թարմ խաղողի ներմուծման, ինչպես նաեւ ապրանքների ԵԱՏՄ անդամ պետությունների տարանցման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի գյուղատնտեսության վերահսկողության դաշնային ծառայությունը։ Հայաստանի վարչապետը թաքցնում է Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու հետևանքները հայտարարել է Պետդումայի նախարար Վոլոդինը։ Բնակիչների համար գազը կթանկանա գրեթե 4 անգամ Ռուսաստանից Հայաստան անդերսահմանային դրամական փոխանցումները, որոնք այսօր կազմում են տարեկան գրեթե 4 միլիարդ դոլար, կտրուկ կկրճատվեն։ Ռուսաստան մուտք գործելու միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանքի տեղավորումը հնարավոր կդառնա միայն արտոնագրերով, նշել է Պետդումայի նախագահը։ Էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկման է ներկայացրել աջակցության ծրագիր, որպեսզի հայ տնտեսվարողները կարողանան իրենց արտադրանքը դեպի Եվրամիության շուկա արտահանել։ Էկոնոմիկայի նախարարը շատ իրատեսական է համարել Եվրամիություն հայկական ապրանքների արտահանումը, ասելով, որ մեր արտահանելի պտուղ բանջարեղենն ունի Global Gap սերտիֆիկատ։ Հիմա տրանսպորտային հարցերն են մնացել, դրա հետ կապված փոխհատուցման ծրագիր են ներկայացրել կառավարություն։ Կսուբսիդավորենք մեր գյուղմթերք արտահանողներին, որպեսզի նրանք կարողանան մրցունակ գներ առաջարկել եվրոպական շուկային։ Եվրախորհրդարանի падգամավորի կարծիքով Հայաստանի Եվրամիության անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է։ Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի падգամավոր Ֆերնան Կարթայզերը նշել է, որ թեև Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը դեռևս տեսական բնույթ է կրում։ Նրա խոսքով Հայաստանի աշխարհագրական դիրքը տարածաշրջանային խնդիրները բարդացնում են գործընթացը, ուստի մինչև 2030 թվականը Եվրամիության անդամակցությունը քիչ հավանական է։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ հարևաններից առնվազն մեկի հետ բաց հարաբերությունները, նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Ներկայումս Եվրամիությունն առաջնահերթություն է տալիս բալկանյան թեկնածու երկրներին, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Մոլդովայի Եվրամիության անդամակցության ճանապարհին չլուծված հարցերին։ Հայաստանը կարող է նաեւ կարևոր գործընկեր դառնալ Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ, օրինակ Իրանի հետ իր երկարատև հարաբերությունների շնորհիվ։ Հարավկովկասյան երկաթուղին հունիսի 14-ից անցնում է Երևան-Թբիլիսի Բաթումի Երևան երթուղով միջազգային ուղևորափոխադրումների իրականացմանը։ Գնացքը երթևեկելու է օրընդմեջ մինչև հոկտեմբերի 1-ը։ Բացի այդ, հունիսի 12-ից մեկնարկում է նաև Երևան-Սևան-Շորժա-Երևան երթուղին։ Էլեկտրագնացքը կգործի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին։ Երևան մեկնակայանից գնացքի մեկնումը ժամը 8:39 է։ Շորժա կայարանից երեկոյան վերադարձը ժամը 17-ին։ Գյումրի-Երևան արագընթաց գնացքով ճամփորդող ուղևորների հարմարավետության նպատակով էլ հունիսի 12-ից էլեկտրագնացքը Գյումրի կայարանից կմեկնի 19:40-ին, նախկին 17:55-ի փոխարեն։ Մայրաքաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի հսկողության սարքերի 194 կայանից ստացված տվյալների համաձայն մայիսին օդի որակի դասիչի միջինացված արժեքը համապատասխանում է լավ միջակայքին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հայաստանում 643 ընտանիք ունի 6 եւ ավելի անչափահաս երեխա։ Նրանց բնակարանային պայմանների բարելավման նպատակով մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր։ Ծրագրի շրջանակում 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։ Մարդիկ պարբերաբար հիշում են, որ մի քանի տարի ֆինանսական մեծ շղթայի կենսաթոշակային կൂട്ടակային համակարգի մաս են կազմում։ Նախորդ ամիսներին նրանցից ուշադիրները ֆիքսել են, որ կենսաթոշակի ընդհանուր հանրագումարները վերջին ամիսներին չի ավելանում, դեռ հակառակը։
Դա ցույց են տալիս հաշվետվությունները, որոնք ներկայացրել են մասնավորապես C-Quadrat Ampega եւ Amundi AG բանկերությունները։ Անկումը եղել է 0.2-ից մինչև 0.7%-ի սահմաններում։ Պատճառն այն է, որ միջազգային շուկաներում արժեթղթերը էժանացել են, իսկ դրամի արժևորումը նվազեցրել է արտասահմանում պահվող ներդրումների արժեքը։ Մյուս կողմից արտաքին շուկաներում հնարավոր ցնցումների դեպքում բացառված չէ, որ ավելի մեծ անկումներ գրանցվեն հետագայում։ Ոլորտը կարգավորող պետական մարմինների ներկայացուցիչները սակայն լավատես են։ Միջոցները տրիլիոնից ավել են, 60%-ի չափ առնվազն ներդրված է Հայաստանում, բնականաբար ինքը դինամիկա անընդհատ փոխվում է։ Արդյոք այդ միջոցները ենթատեքստային, էլի, միջոցները սպասարկում են Հայաստանի տնտեսությունը, ես կարծում եմ, որ այո։ Ֆոնդերի Հայաստանում ներդրված գումարների ահռելի մասը բաժին է հասել բանկային արժեթղթերին։ Կոպիտ ասած, ժողովրդից հավաքած գումարը կենսաթոշակային ֆոնդերը տոկոսով տալիս են բանկերին, բանկերն էլ դրանք ավելի բարձր տոկոսներով որպես վարկ են տալիս ժողովրդին։ Ինչի համար են մեկ այդ գումարի զուր տեղը տվել դրանց ու քննարկել այդ փողը, որոնք որ բացարձակապես չեն դրվել տնտեսության մեջ եւ պետությունը պետք է ինքը փողեր դնի, գումարներ դնի, իր տվյալ ճյուղերը զարգացնելու համար, մանավանդ եթե այդ ճյուղերը կարող են բերել պետության մրցունակությանը բարձրացնելու հնարավորություններ։ Երկար տարիներ է քննարկումներ են այն հարցի շուրջ, որ հայաստանցիների կենսաթոշակային ֆոնդերը պետք է ներդրում անեն Հայաստանի տնտեսության իրական հատվածում։ Նման մեկ օրինակ կա, խոսքը արհեստական բանականության գործարանի մասնակի ֆինանսավորման մասին է, սակայն դա իրական գործարան չէ եւ այն տնտեսության իրական հատվածը համարել ճիշտ չէ։ Մեքենաշինություն, որոնք արտադրում են հաստոցներ, հոսքագծեր, դասգահներ, ինքնաթիռներ, ավտոմեքենաներ, նավեր, հրթիռներ, կամ այլ էլեկտրատեխնիկական արտադրանք, էլեկտրոնիկայի արտադրանք, իսահորչային սարքերի ճյուղն է, որը մեքենաշինության վերջին ճյուղերից մեկն է, աշխարհի ամենավերջի զարգացած ճյուղերից մեկն է։ Կառավարության ներկայացուցիչները հաճախ հայտարարում են, թե անում են հնարավորինը, որպեսզի դրսի ընկերությունները ներդրումներ անեն Հայաստանի տնտեսության իրական հատվածում։ Դրսի ներդրողի համար, սակայն օրինակ կարող էր ծառայել հենց ինքը պետությունը, եթե կենսաթոշակային ֆոնդերի միջոցով ներդրումներ աներ ինչ-որ ռազմավարական արտադրության մեջ։ Այսինքն, եթե բիզնես անելը երկրում իսկապես ձեռնտու է, տրամաբանական է, որ առաջին քայլը անես ինքդ։ Արդյունքում համ էական եկամուտներ ես ապահովում ապագա կենսաթոշակառուներիդ համար, համ էլ տնտեսության իրական հատվածը զարգացնում եւ ներդրողների ներգրավում անում արդեն կայացած ձեռնարկությունների միջոցով։ Ամառային սեզոնի մեկնարկին հանրապետության ճանապարհներին ավելանում են մոտոցիկլետները ու մոպեդները։ Երկանիվ տրանսպորտային միջոցների թվի աճին զուգահեռ, սակայն հաճախ ուշադրության կենտրոնում են հայտնվում նաև դրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները։ Մասնագետների գնահատմամբ խնդիրը միայն ճանապարհային պայմանները չեն, այլ առաջին հերթին վերաբերմունքը երթևեկության կանոններին։ Հիմնականում երթևեկության կանոնների չպահպանումն է։ Վարորդների կողմից ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների չպահպանել, հետևողական չլինելը հիմնականում դրանցով է պայմանավորված։ Մոտոցիկլետների եւ մոպեդների վարորդները ըստ մասնագետների հաճախ փորձում են երթևեկել մեքենաների արանքներով, դուրս գալ գոտիներից եւ կատարել վտանգավոր մանևրներ։ Նման վարքագիծը հատկապես երևանյան ծանրաբեռնված երթևեկության պայմաններում մասնագետների կարծիքով մեծացնում է բախումների հավանականությունը։ Փորձագիտական պրակտիկան ցույց է տալիս, որ ավելի շատ երկանի տրանսպորտային միջոցների վարորդների մեղավորությամբ է պայմանավորված։ Դա արդեն փորձագետների եզրակացությամբ։ Ավտոմեքենաների վարորդները շատ դեպքերում եւս ուշ են նկատում երկանիվ տրանսպորտային միջոցները եւ չեն պահպանում անհրաժեշտ հեռավորությունը կամ բավարար ուշադրություն չեն դարձնում հայելիներին։ Փորձագետները հիշեցնում են, որ մոպեդների համար սահմանված են երթևեկության հատուկ պահանջներ։ Դրանք պետք է երթևեկեն ճանապարհի աջ եզրին, այսինքն մայթեզրին մոտ տարածությամբ, հիմնականում առաջին գոտով։ Սակայն գործնականում այս կանոնը հաճախ անտեսում են, արձանագրում են մասնագետները եւ հիշեցնում, որ ամեն դեպքում պատասխանատվությունը միայն մոտոցիկլավարներինը չէ։ Ես գտնում եմ, որ բարեկային ծառայության կողմից, ինչպես նաև տեսանկարող սարքերի կողմից խիստ վերահսկողություն է անհրաժեշտ, որովհետեւ մենք մի կարևոր բան չպետք է մոռանանք, իրենք արտոնյալ չեն, երթևեկության կանոնները բացառապես իրենց արտոնություններ չի տալիս։ Վարորդների կրթվածությունը, փոխադարձ հարգանքն ու կանոնների պահպանումը փորձագետների համոզմամբ ճանապարհային անվտանգության հիմնական նախապայմաններն են։ Պնդում են, թե պետք է ուշադրություն դարձնել նաև մոտոցիկլետների եւ մոպեդների համարանիշների տեսանելիությանը, քանի որ դրանց անընթեռնելիությունը դժվարեցնում է վերահսկողությունը եւ նպաստում խախտումների աճին։
Պետք է կրթենք այս մարդկանց։ Այս երթևեկությունը չի կարող լավանալ տուգանելով, գծելով, համաներումով։ Այս երթևեկությունը կարող լավանալ մենակ կրթելով։ Պետք է օրենք կրթվի նման համարները ոչ համապատասխան վայրերով փակցնելու, ոչ բոլոր մոտոցիկլերում ունենան։ Իսկ մոտոցիկլերը չի կարա իսկ համանշեն անիվի վերևը են, որ կպցնում նստատեղի տակը։ Ինքը պետք է համապատասխան համարնիշի տեղ նախատեսի ու փակցնի։ Դա պետք է կառավարությունը սահմանի։ Անկախ տրանսպորտային միջոցի տեսակից ճանապարհային անվտանգությունը սկսվում է կանոնների պահպանումից, իսկ մասնագետների գնահատմամբ, որքան շատ երկանիվ տրանսպորտային միջոցներ են հայտնվում ճանապարհներին, այնքան ավելի մեծ է դառնում բոլոր վարորդների զգոնության և պատասխանատվության անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգներն այսօր էներգետիկ գերտերություն է, օրական 13.7 միլիոն բարել նավթի արդյունահանում, սա բացարձակ պատմական ռեկորդ է, որով Միացյալ Նահանգներն առաջ է անցնում նույնիսկ Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից։ Սպիտակ տունը հայտարարում է ամերիկյան էներգետիկ գերակայության մասին, սակայն հենց այս գերակայության ֆոնին շարքային ամերիկացի վարորդը բենզալցակայաններում ականատես է լինում բոլորովին այլ իրականության։ Մայիսի վերջին Միացյալ Նահանգներում բենզինի միջին գինը 1 գալոնի համար հասել է $4.81, մոտ 38%-ով ավելի, քան նախորդ տարի։ Ինչու է նավթով հարուստ երկրում վառելիքը շքեղություն դառնում։ Brent տեսակի նավթի յուրաքանչյուր կայուն $10 աճը սովորաբար ավելացնում է մոտ 25 ցենտ սովորական բենզինի միջին ազգային գնին ԱՄՆ-ում։ Եթե Մերձավոր Արևելքում եւ Հորմուզի նեղուցի շուրջ աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվեն նաեւ հաջորդ ամիս, ԱՄՆ-ում բենզինի միջին գինը կհասնի մոտ $5 1 գալոնի համար։ 1970-ականների նավթային ճգնաժամից հետո Վաշինգտոնը փակել էր սեփական նավթը երկրի ներսում, արգելելով հումքի արտահանումը, որպեսզի պաշտպանի ներքին սպառողին։ Ամեն ինչ փոխվեց 2015 թվականին, արտահանման արգելքը վերացվեց։ Այսօր Միացյալ Նահանգներն օրական արտահանում է ռեկորդային 5.5 միլիոն բարել հում նավթ, բայց հենց սա էլ ամերիկյան շուկան խոցելի դարձրեց համաշխարհային ցնցումների նկատմամբ։ Թեև Միացյալ Նահանգները շարունակում է մնալ հում նավթի համաշխարհային առաջատար արտադրողը, բենզինի ներքին գները հիմնականում ձևավորվում են Brent տեսակի նավթի միջազգային գնանշումներով, այլ ոչ թե տեղական արդյունահանման ծավալներով։ Գլոբալ առաջարկի կրճատումները կամ աշխարհաքաղաքական անորոշությունը անմիջապես արտացոլվում են ամերիկյան վառելիքի շուկայում, քանի որ տեղական նավթահանողներն աշխատում են բաց համաշխարհային մրցակցային միջավայրում։ Ինչու Վաշինգտոնը չի կարողանում միանձնյա որոշել, թե որքան արժանա բենզինը։ Պատճառը պարզ մաթեմատիկան է։ Միացյալ Նահանգների 13.7 միլիոն բարելը տպավորիչ է, բայց աշխարհն օրական սպառում է ավելի քան 100 միլիոն բարել։ Ամերիկյան նավթի գինը որոշվում է գլոբալ հարթակներում, որտեղ խաղի կանոններ են սահմանում նաև այլ խոշոր խաղացողներ։ Ռեկորդային արդյունահանումը փաստացի լուծել է Միացյալ Նահանգների անցյալ դարի մեծագույն վախը՝ վառելիքի ֆիզիկական դեֆիցիտը։ Ամերիկան այլևս չի կանգնի դատարկ բենզալցակայանների երկար հերթերի առաջ, սակայն գլոբալ ազատ շուկան ունի իր կանոնները։ Քանի դեռ ամերիկյան նավթը ազատորեն հոսում է դեպի արտասահմանյան շուկաներ ավելի բարձր շահույթի հետևից, ամերիկացի վարորդները բենզալցակայաններում շարունակելու են ուղղակիորեն զգալ աշխարհաքաղաքական ցանկացած լարվածության ֆինանսական հետևանքները։